Այսօր սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթերք, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստված են բարձրորակ անարատ կաթից խիստ վերահսկվող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան արժանացել է մեծ վստահության հայկական ընտանիքների կողմից։ Պանացեա։ Սեր առաջին գթալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես միշտ հեքիաթի սենյակը ձեզ ողջունում է Դանիելյան Art Studio-ից։ Սիրելի փոքրիկներ, ինչպես միշտ մենք պատրաստել ենք շատ հետաքրքիր հեքիաթ, բայց մինչ անդրադառնանք հեքիաթին, պետք է նշենք, որ ունենք Հյուր, այսօրվա մեր հյուրն է Ռուբենը, ողջույն։ Ողջույն Ռուբեն։ Ինչպես ես։ Լավ։ Շնորհակալություն, որ դու այսօր հեքիաթի սենյակի հյուրն ես։ Արևիկ, դու քո հարցերը ուղի, հետո ես Ռուբենին հարցնելու բանը։ Ռուբեն, կարող ես պատմել քո մասին։ Ինչով այսօր զբաղվել ազատ ժամանակ։ Ես Ռուբեն Թովմասյանն եմ, սովորում եմ Գալինա Ստարավոյթովայի անվան 177 դպրոցում, 5-րդ դասարան եմ, գրել եմ գիրք։ Այո, ես ուզում էի այդ մասին խոսել, մտածեցի դու մի քիչ ներկայացնես, թե որ դպրոցում ես սովորում, ինչ ես սիրում, քո պարապմունքների մասին, թե ուր ես հաճախում, հետո անդրադառնանք այս հետաքրքիր փաստին, սիրելի փոքրիկներ, պատմի հիմա քո մասին մի փոքր։ Հաճախում եմ կարատեի։ Ահա։ Ծնվել եմ 2015 թվականին։ 10 տարեկան ես։ 10 տարեկան եմ։ Լավ ես։ Իսկ ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։ Գրում եմ իմ հիմիկվա գիրքը վեբ։ Արդեն երկրորդ ու վեբ։ Լավ, ես տեսնում եմ, որ մենք ոնց պտտվենք, միևնույնը Ռուբենի ստեղծագործելու ընդունակությունները պետք է այսպես առաջ բերենք եւ Ռուբեն ջան, խոսիր այս գրքից, ոնց այդպես միտք խաղացավ, որ դու պետք է ունենաս քո գիրքը, քո ստեղծագործությունների։ Ճիշտ ասած չեմ հիշում։ Չես հիշում։ Վաղուց է տպագրվել։ Այս տարի։ Այս տարի ու դու չես հիշում։ Իսկ ով է օգնել այս հարցում։ Հորաքույրս։ Հորաքույրն է օգնել։ Այո։ Այո։ Դե պատմիր այս մասին, այստեղ տեսնում ենք գիրքը վերնագրված է իմ երազանքներն իրականացան, այդ երազանքներից մի փոքր խոսի։ Ես ուզում էի, որ գիրքս տպագրվեց մեկնարկ հրատարակչության կողմից, իսկ իմ երազանքներն իրականացան վերնագիրը գալիս է իմ բանաստեղծությունից, եթե նայեք այդտեղ ես բանաստեղծությունը դա է։ Այո, հենց բանաստեղծության վերնագիրն է, որով վերնագրվել է նաև ամբողջ գիրքը, հա։ Հնարավոր է մենք քեզ խնդրենք դու այդ բանաստեղծությունը ընթերցես մեզ համար, բայց էջը դու պետք է գտնես։ Ահա։ Մի օր ես դպրոցում գրեցի բանաստեղծություն, բարեկամներիս գովերքից ուրախացա, պատանի գրող բանաստեղծ դարձա։ Մի օր էլ պապիս աթոռին նստած երազանքս դեռ չիրականացած, որոշեցի երազանքս իրագործեմ, ժողովածու հրապարակեմ։ Կեցես, իսկ այս ջիղը քեզ մոտ ժառանգական է։ Այո։ Պապի աթոռին։ Այո։ Եվ ով է ստեղծագործում։ Իմ պապի հորողբերը Պերճ Թովմասյանը ստեղծագործել է, դրանից շարունակվել է։ Այո, դու շարունակում ես։ Այո։ Կեցես Ռուբեն։ Ինչ։ Մենակ ես չէ։ Էլ Իմ պապը հոդվածներ է գրել, հորաքույրներս նույնպես։ Նույնպես։ Կեցես, տեսնում եք, գենը ինչ կարևոր դեր է խաղում մեր կյանքում։ Ռուբեն, միայն սա կարող է մի ստեղծագործություն էլ ընթերցես մեզ համար, քո սիրելին, չնայած դա էր երևի ամենասիրել, թե ուղղակի դա սկիզբն էր։ Դա սկիզբն է։ Ազդարարում։ Մի բան էլ քո, մի ստեղծագործություն էլ։ Ըստ ես բացեմ պատահական մի էջ եւ դու շատ երկար չլինի, որպեսզի անցնենք հեքիաթ։ Այստեղից որն ես դու ցանկանում։ Այստեղ մենք եղբայրներով։
Մենք պետք է փոխարինենք մեր հորը, պիտի պահենք ընտանիք, պիտի պաշտպանենք, մենք մեր հողը պիտի պահենք հայրենիք, մենք երկուսով, մենք իրար հետ, մենք եղբայրներով իրար թև ու թիկունք ենք։ Իսկ սիրում ես քո հայրենիքը։ Այո։ Շատ։ Պատրաստ ես ամեն ինչ անել հանրային։ Գեցես Ռուբեն։ Ես վստահ եմ, որ դու հայլուն ապագա կունենաս, քանի որ մանկուց արդեն ունես հաջողություններ։ Դե ինչ, անցնենք մեր հեքիաթին։ Այսօր մենք ընտրել ենք Իմաստուն բվեջը։ այո, իմաստուն բվեջը հեքիաթը։ Եվ երևի թե կսկսեմ ես, բայց մինչ սկսելը պետք է ասենք, որ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանելյան Art Studio-ի Սան Լուսեն, ով կպատկերի իր նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Սկսեցինք եւ նաեւ շնորհակալություն հայտնենք մեր քաղցր աջակցին Պանացեա ընկերությանը։ Իմաստուն բվեջը։ Կար չկար թռչունների մի խան կար, որը շատ պահանջկոտ, քմահաճ եւ փառատենչ կին ուներ։ Այդ կինն ինչ ցանկանար անում էր, իսկ խանը չէր համարձակվում առաքել։ Մի օր խանի կինը որոշեց թռչնի միս համտեսել։ Խանը հրամայեց կատարել կնոջ ցանկությունը, տարբեր թռչունների միս հրամցրին կնոջը։ Բոլորն էլ համտեսեց, բայց չգոհացավ կերածից։ Հիմա էլ բվեջի միս եմ ուզում փորձել, ասաց նա ամուսնուն։ Խանն արագացած ճուռակին ուղարկեց, որ կանչի բվեջին։ Ճուռակը գտավ բվեջին և նրան հայտնեց խանին հրամանը։ Խանը կանչում է քեզ, տիկինը որոշել է քո միսն էլ համտեսել։ Բվեջը մի քիչ մտածեց և ասաց. ես ցերեկը թռչել չեմ կարողանում, աչքերս չեմ տեսնում, դու գնա, իսկ ես գիշերը կներկայանամ խանին։ Ճուռակը հետ դարձավ, փոխանցեց խանին բվեջի խոսքերը։ Գիշերն անցավ, ցերեկն էլ անցավ, իսկ բվեջը չկար ու չկար։ Զայրացած կինն սկսեց գոռգոռալ ամուսնու վրա։ Դու ինչ խան ես, որ բվեջը քեզ չի ենթարկվում։ Շուտով, սիրելիս, հանգստացրեց խանը կնոջը, նա գիշերը կգա։ Բայց այդ գիշերն էլ անցավ, ցերեկն էլ, իսկ բվեջը չկար ու չկար։ Խանի պալատում իրարանցում սկսվեց ու խառնաշփոթ։ Ծառաները ծվծվում էին, վախենում էին, տիրուհու աչքին երևալ։ Չես հասցնի աչքը թարթել, մեկ էլ տեսար կցահարեց։ Վերջապես երրորդ օրը ուշ գիշերով բվեջը ներկայացավ խանին։ Մուլեգնած խանը հարցրեց զայրույթով. «Հեյ դու, ապակե աչք, ինչպես հանդգնեցիր ժամանակին չներկայանալ»։ Առաջին գիշերը մի հավաքի մեջ հայտնվեցի, իմ խան։ Ահա թե ինչու չկարողացա ներկայանալ, հանգիստ պատասխանեց բվեջը։ Ինչ հավաք, հարցրեց խանը, ինչ հարց էին այնտեղ քննարկում։ Վիճում էին, թե փոթորկից հետո ընկած ծառերն են ավելի շատ լինում, թե կանգուն մնացածները։ Եվ որոնք են ավելի շատ, ընկածները, թե կանգունները։ Հետաքրքրվեց խանը, ընկածներն ավելի շատ են իմ խան։ Ինչու, զարմացավ խանը, որովհետև շատ ծառեր ճիշտ չեն ընկնում, բայց ճկվում ու խոնարհվում են, եւ նրանք էլ են ընկած համարվում։ Իսկ ինչու երկրորդ գիշերը չներկայացավ, դարձյալ մռայլվեց խանը։ Մեկ ուրիշ հավաքի մեջ հայտնվեցի իմ խան, անվրդով պատասխանեց բվեջը։ Այնտեղ ինչ հարց էին քննարկում, հարցրեց խանը։ Վիճում էին, թե տարվա մեջ ավելի շատ գիշեր է լինում, թե ցերեկ։ Եվ որոշեցին, որ ավելի շատ գիշեր է լինում։ Ինչու հետաքրքրվեց խանը, որովհետև անպայման օրերին արևը չի երևում եւ այդպիսի օրն էլ գիշեր է։ Լավ, իսկ այս գիշեր ինչու չներկայացար, հարցրեց խանը։ Քո պալատի մեծ սրահից մի քիչ հեռու մի ուրիշ հավաքի մեջ հայտնվեցի։ Իսկ այնտեղ ինչու են հավաքվել, հետաքրքրվեց խանը։ Վիճում էին, թե երկրի վրա տղամարդիկ են ավելի շատ, թե կանայք։ Որոշեցին, որ կանայք տղամարդկանցից շատ են։ Ինչու՞, զարմացավ խանը, որովհետև այն տղամարդիկ, որոնք կանանց հիմար քմահաճույքներն են կատարում, տղամարդ համարվել չեն կարող։ Իմ խան, պատասխանեց բվեջը։ Դա խաներին էլ է վերաբերվում։ Իհարկե վերաբերվում է իմ խան, ասաց բվեջը, եւ ինքնան հնազանդությամբ հագեց իր կլոր աչքերը։ Խանը ֆսֆսացրեց ու սկսեց մտածել. Ես իզուր կնոջս կամքը կատարեցի եւ այդքան թռչուն կոտորեցի։ Այդ օրվանից նա թռչուններ սպանելն արգելեց կնոջը, իսկ թռչուններն ուրախացան եւ իրենց շնորհակալությունը հայտնեցին իմաստուն բվեջին։ Ռուբեն, քեզ դուր եկավ հեքիաթը։ Դու որպես այդպես զոր մտքի տեր տղա խնդրում եմ մեկնաբան։
պետք է լինել արև կողմը հաշվող, քանի որ ամեն բայ կարող ենք հայտնվել շատ բարդ իրավիճակում։ Այո, եւ բոլորի կմախաճույքները պետք է չկատարենք, չէ՞, պետք է իմաստուն գտնվենք, որպեսզի մեկին վնասելով մյուսին լավություն չանենք, չէ՞։ Կարծում եմ, այո, իրոք շատ հետաքրքիր հեքիաթ էր եւ լավ ավարտ ունեցավ, փրկվեցին բոլորը։ Իսկ կան առանձնահատուկ հեքիաթներ քո կյանքում, որ այդպես շատ ես սիրում եւ անընդհատ վերընթերցում ես։ Օրինակ Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Ահա, մենք 2 անգամ ներկայացրել ենք հեքիաթի սերիալում Պոչատ աղվեսը։ Էլի կա։ Ամենաշատը դա Իսկ փոքրիկ իշխանը սիրում ես։ սիրում եմ։ Սիրում ես, չէ՞, լավ հեքիաթ։ Հեքիաթ էլ չէ, կարծում եմ պատմություն է բոլոր տարիքի մարդկանց համար։ Ռուբեն, ավելացնելու ինչ ունես մեր դիտողներին։ Ես կկարդամ իմ հեքիաթներից մեկը, որը տեսակով վիրապատում է, քանի որ հեքիաթները լինում են 3 տեսակի՝ հրաշապատում, կախարդական եւ վիրապատում։ Իրապատում, այո։ Ուզում ես կարդ։ Ահա, խնդրեմ։ Ես քեզ կօգնեմ, ես տեսնում եմ դու վնասել ես քո ձեռքը, բայց շատ հետաքրքիր Դիզայնով։ այո, շատ հետաքրքիր արևիկը շատ տեղին ասես դիզայնով։ Ես հայ եմ, իմ հայրն էլ է հայ, մայրս էլ, պապս էլ է հայ, տատս էլ, ես հայ եմ, ինձ տարեք Հայաստան։ Այս խոսքերն ասել է մի տղա հայ կանունով, որը ծնվել է Բրազիլիայում, ավելի ճիշտ Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա պապիկը շատ է պատմել իրեն Հայաստանի մասին։ Իր ընտանիքը տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո հայկի ծնվելուց առաջ։ Հետ չէին կարող վերադառնալ Հայաստան, քանի որ ունեին ֆինանսական խնդիրներ։ Տարիներ անց տղան չդիմացավ այդպես երկար Հայաստանը չտեսնելով, որովհետև հայերի եւ Հայաստանի հետ կապված շատ զարմանալի բաներ գիտեր։ Նա իր ծնողներին ասաց. «Ես գնում եմ գործ գտնեմ ինձ համար, որ գումար վաստակեմ, բայց այդ գումարը լինելու է Հայաստան գնալու համար»։ Նա 6 ամիս աշխատում էր որպես շինարար։ 6 ամիս անց այդ աշխատանքի գումարն այնքան է լինում, որքան հարկավոր է Բրազիլիայից Հայաստան տեղափոխվելու համար։ Բայց նա տոմս չի գնում, եւ տնեցիները հարցնում են նրան. «Այդ ինչ եղավ քեզ, չէ՞ որ դու պետք է տոմս գնեիր»։ Տղան ոչինչ չի ասում եւ հաջորդ առավոտ, քանի որ դեռ դուրս չէր եկել աշխատանքից, վերադառնում է աշխատանքի։ Օրեր շարունակ նա չէր պատասխանում, թե ինչու չէր գնում տոմս։ 1 տարի հետո, երբ սովորականի պես աշխատանքից տուն եկավ, մորն ու հորը հարցրեց. «Մայրիկ, հայրիկ, որքան գումար կա ձեզ մոտ»։ 6000 բրազիլական ռեալ, պատասխանեց հայրը։ Հաշվելուց հետո. 5300 բրազիլական ռեալ, պատասխանեց մայրը հաշվելուց հետո։ Այդ փողերը տվեք ինձ։ Նա հաշվեց ամբողջ գումարը եւ ասաց. 20120։ Ի՞նչը, հարցրեց հայրը։ Գումարը, որը կհերիքի մեզ Հայաստան գնալու համար, ասաց Հայկը։ Ինչպես թե, դու այսքան ամիս աշխատում էիր, որ մենք էլ գայինք Հայաստան, հարցրեց մայրը։ Այո, մայրիկ, ես ձեզ շատ կկարոտեի, դրա համար աշխատել եմ, որ ձեզ հետ լինեմ, ձեր իրերը հավաքեք, որ գնանք Հայաստան։ 1 ամիս անց նրանք Հայաստանում էին, գնացին Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Գավառ եւ այլն։ Տեսեք, թե ինչպիսին է հայ երեխայի սիրտը, երբ նա սիրում է թե Հայաստանը, թե իր ընտանիքին։ Ճիշտն ասած, ամբողջ ընթացքում այդպես չհուզվեցի, բայց վերջին տողը շատ հուզիչ էր։ Իսկ սա իրական էր, այսինքն Հայկը քեզ ծանոթ է։ Չէ։ Դու օրինել էիր, բայց այսպիսի դեպքերը շատ են, չէ՞։ Մենք ունենք մեծ թյուք եւ գիտենք, որ շատ հայեր ապրում են։ Հովհաննես Թումանյանի Գիքորը պատմվածքն էլ էր այդպես, շատ են այդպիսի դեպքեր լինում, բայց ինքը գրել էր։ Այո։ Կեցես, ես տեսնում եմ, որ դու իրոք շատ հայրենասեր ես, ես կարծում եմ, որ հնարավոր չէ, որ գա մի օր, որ դու կլքես քո երկիր, ինչ պատճառ էլ որ լինի, դա արդարացում չէ, դու չես լքի երբեք մեր երկիրը, ապրես, շատ հաճելի է, երբ կան երեխաներ, որոնք հենց այս տարիքից են հասկանում հայրենիքի կարևորությունը իրենց կյանքում։
Ես կարծում եմ չենք կարող այլևս երկար շարունակել, որովհետև ես հուզված եմ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել քեզ, որ մեր հյուրն էիր եւ գեղեցկացրեցիր այս հաղորդումը։ Շատ հետաքրքիր ու բանիմաց հաղորդում կարծում եմ ստացվեց։ Արի մնացածը դու շարունակ։ Իսկ հիմա տեսնենք, թե որ հետոսին է պատկերել Լուսեն։ Ռուբեն, ուզում եմ ասել, որ Հեգեթի սենյակը եւ Պանացեա բրենդը քեզ համար պատրաստել են նվեր։ Ինչպես նաև Լուսեի համար եւ շնորհակալություն հայտնենք Պանացեա ընկերությանը մեր հաղորդմանը աջակցելու համար։ Սիրելի փոքրիկներ, ամեն շաբաթ կարող եք հետևել մեր հաղորդումներին, ինչպես նաև կարող եք գտնել մեր հաղորդումները YouTube-ում եւ գրել ձեր ցանկություններն ու առաջարկները։ Դե ինչ երեխաներ, եկեք միասին ցտեսություն մաղթենք փոքրիկներին։ Ցտեսություն։ Այսօր սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն արդեն 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթեր, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստված են բարձրորակ անարատ կաթից խիստ վերահսկվող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան արժանացել է մեծ վստահության հայկական ընտանիքների կողմից։ Պանացեա։ Սեր առաջին գթալից։